Երկրում մեծ թափառած շինարարության ոլորտը մասնագետների կարիք ունի։ Գործը շինհրապարակում լինի թե գրասենյակում, նոր մոտեցում է պահանջում, ասում են պատասխանատուները։ Երիտասարդ կադրերի թարմ միտքն ու ժամանակակից պահանջները միասին որակ են տալիս, ուստի ոլորտային կրթության արդիականացումն առաջնահերթություն է։ Հենց այս մոտեցումն է որդեգրել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որը այս տարի ավարտական դիպլոմներ է հանձնում 962 շրջանավարտի։ Սիրելի շրջանավարտներ, Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի ձեր գիտելիքի, եռանդի և ստեղծագործ մտքի կարիքը։ Մեր քաղաքներն ու բնակավայրերը պետք է դառնան առավել անվտանգ, դիմակայուն, ներառական և ժամանակակից։ Մենք պարտավոր ենք պահպանել մեր ճարտարապետական և մշակութային ժառանգությունը, միաժամանակ ստեղծելով ժամանակի պահանջներին համապատասխան նոր արժեքներ։ Այս կարևոր խնդիրների լուծումը վստահվելու է նաև ձեր սերնդին։ Բուհը ձեռքը պահում է աշխատաշուկայի զարկերակին, կրթական ծրագրերում ներառելով գիտական արդի մոտեցումներ ու տեխնոլոգիաներ, վստահեցնում են նոր կադրերի գիտելիքները համապատասխանում են ոչ միայն Հայաստանի, այլև դրսի աշխատաշուկայի պահանջներին։ Ըստ ասած, իմ գիտելիքներով ես կարող եմ դիմել յուրաքանչյուր դրսի համալսարաններ, արտասահմանում կարող եմ նաև ուսումը ստանալ և ինչ-որ նաև ներկա պահին Հայաստանում ես կարող եմ շատ առաջ գնալ իմ ստացած գիտելիքներով։ Պրակտիկան մենք ձեռք ենք բերում արդեն աշխատանքի ընթացքում և դժվար փուլը դա է, երբ որ այդ փուլը արդեն հաղթահարում ես, արդեն ավելի հեշտ է դառնում ամեն ինչ, ծանոթություն ես ձեռք բերում, ունենում ես մտնում ես հենց ասած մասնագետների շրջապատի մեջ։ Երկրի շինարարական բումի ֆոնին աճել է նեղ մասնագետների պահանջարկը, ասում է քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ Մեկնարկել է կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի երկրորդ փուլը։ Ընթացիկ աշխատանքներին զուգահեռ կսկսվի նաև 100 արվեստի դպրոցի, մարզական և առողջապահական կենտրոնների շինարարությունը, ուստի աշխատատեղեր կան և մասնավոր, և պետական հատվածներում։ Առաջիկայում կարևորագույն քայլ է լինելու Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքի կազմակերպման գլխավոր նախագծի մշակումը, կանաչ և կայուն քաղաքաշինական լուծումների ներդրումը բոլոր ուղղություններով։ Այս բոլոր ուղղություններում մենք ունենք թարմ մտքի, ժամանակակից տեխնոլոգիաների և համարձակ մոտեցումների կարիք։ Սիրելի շրջանավարտներ, ձեր կարիքը։ Ոլորտի մասնագետների համար գործունեության լայն դաշտ է բացված։ Համալսարանը տալիս է շատ մեծ գիտելիքներ ու եթե ուսանողը ունի պատասխանատվություն ու ցանկանում է այս ոլորտում շարունակել զարգանալ, կհասնի արդյունքի ու կմտնի աշխատաշուկա։ Բուհն աչքի է ընկնում նաև ակտիվ միջազգային գործակցությամբ եվրոպական, ամերիկյան, ռուսաստանյան 100-ից ավելի առաջատար համալսարանների հետ։ Գործում են դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր։ 5 տարի առաջ որոշեցի Եգիպտոսից գալ Հայաստան և սովորել հենց ճարտարապետության ու շինարարության համալսարանում։ Այսօր ստանում եմ ճարտարապետի որակավորում, գիտեմ, որ իմ դիպլոմը ճանաչվում է նաև Եգիպտոսում, Եվրոպայում ու աշխարհի տարբեր կետերում։ Ուստի վստահ եմ, որ աշխատանքի խնդիր երբեք չեմ ունենա։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն արդեն պատրաստվում է նոր ուստարվան։ Սեպտեմբերին կրթօջախը կընդունի 893 առաջին կուրսեցու։ Արամ Մարանդյան լուրեր։